Պարոն Ռուբինյան, նախ կուզեի անդրադառնայիք Իրանից հնչող գնահատականներին, կրկին թրիփի հետ կապված իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանին հանդիպել եւ կրկին հայտարարություն է հնչում իրենց կողմից, կարծեմ նախնական շրջանում էլ իրենց գնահատականները դիսուր էին, որ թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, որ Իրանը դեմ է այդ նախագծին եւ այսպես շարունակ։ Ուզում եմ հարցնել, Հայաստանը պարբերաբար պնդում էր եւ հիմա էլ կարծես թե նույն դիրքորոշումը կա, որ փարատված են այն մտահոգությունները, որ կարող է Իրանը ունենալ, չկա որևէ խնդիր, բայց շարունակում են այս գնահատականները հնչել։ Ձեր կարծիքով ինչու եւ առհասարակ այս գնահատականները մտահոգում են Երևանին։ Նախ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին եւ դեսպանը կրկնել է, որ թրիփը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքներով եւ ոչ թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյան, այդ դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Դե մենք բազմիցս պարբերաբար նաեւ եք բարձրաբանել։ Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարություններին։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան էլ չի անհանգստացնում Երևանին։ Մենք կարող ենք ասել հետեւյալը, որ a. բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ B. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված թրիփի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ Հանրապետությունով ասում են նաև ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաև ասում են։ Արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի։ Ինչի մասով, չէ, չկան։ Չկան։ Իսկ ինչպես է մասնակցություն հնարավոր է մասնակցի թրիփի ճանաչում։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կբացատրեք։ Չգիտեմ, չունեմ մեկ, չեմ կարող բացատրել, չգիտեմ։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե քննարկում։ Ինչի մասն է խոսքը, ես չեմ հասկանում։ Իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Ինչի մեջ։ Եք, որ այդ նոր կառուցվող երկաթ։ Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենալ։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչի՞ն։ Այդ քննարկում։ Ինչ քննարկում։ Պարոն Ռուբինյան, Ինչ ասաց։ նկատի ունեն թրիփ նախագծում իրենց ներգրավվածությունը։ Նման քննարկումներ չկան։ Ռուսական ընկերություն անվանական համանում եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ։ Քննարկումներ չկան։ Դիրքորոշումներ հետաքրքիր։ Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Ես պարոն Ռուբինյան, ես հարցում եմ։ Շատ լսում եմ ձեզ։ Արդյոք մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ
մինչև տարվա ավարտ։ Ով, անուն ազգան։ Հավանական հավանական։ Լավ, ուզում եմ այդպեսի Հավանական համարում Հա, հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտրիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտրիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։ Կամանորի գիշերը Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն Յանը։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ Ամանորի գիշերը շնորհավորանքը ցուցադրվելու է թե այս տարի Ում շնորհավորանք։ կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական Թե գահը։ կարող ուրիշ հոգևորականի տեսնենք օրինակ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորականում։ Պարոն Հոբինյան, ԿՎ-ում սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցապատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպեք, Ի՞նչն է նորից կասեք։ ձեր տեխնացուների հետ։ Հա, ինչ հարցաքննության, ինչ նկատ։ Երկխոսություն եք սկսել հարցապատասխան։ Հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների, Ոչ էլ քննողների։ Հա։ երկխոսություն է։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակեք ձեր հարցը։ Նախնական քննարկումների փուլում քանի տեխնացուի օրինակ արդեն կա ապարակում 300-ից ավել է դիմել։ Օրինակ արդեն որոշել է Անյան, Չէ, այդ քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ով ոչ, գործընթացը շարունակվում է։ շատ անիշատեսություն պարոն Հոբինյան։ Ներողություն, հերթով էլի։ Եթե գաղտնիք չէ հարցաշարի չի ասել։ Ինչ եք հարցնում, հարցաշարը։ Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցեն, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Դե ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, տարբեր կաթողիկոս նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտրիչ Ներսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածության։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն, քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչյանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի ասած չանել ու մնալ կուսակցական։ Այո, Հովիկ Աղազարյանը դրա վառօրինակ է։ Հովիկ Աղազարյանը վառօրինակն է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարան։
չեմ կարծում, որ դրա վերաբերյալ դատական գործ։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպիսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանս համար չհասկացության աստիճանը։ Ռուբինյան, պարզապես հրապարակային դաշտում չեք տեսնում, որ այն կարծիքային։ Այսինքն եթե Չէ, նկատի ունեմ ձեր ներողություն։ Եվ լավ չարտահայտվեցի իրոք։ Նկատի ունեմ ձեր մտքի փչացվածության աստիճանը։ Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Հետո կհարցնեմ իրեն, ձեզ նվիրված լինել որքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված։ Չէ, տեսեք էլի բան։ Փաշինյան պիտի հասնի դա։ Օրինակ Ռուբինյանի նվիրվածությունը կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանիքը ձեր բանում, ձեր խմբագրությունը, միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունն է։ ձեր կուսակցական հարաբերությունները Ինչո՞վ է։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեք։ Որ ասում եք նաև բարեվարկությունն է հաշվի առնում, կարող եք մի քիչ մանրամասնել, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, չեմ կարող, ընդհանուր բարեվարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակները եւ ամեն ինչ։ Պարոն Ռուբինյան, Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այստեղ շարունակել։ Պարոն Ռուբինյան, կայակալասի հայտարարության հետ կապված ԵՄ-ին որ դիմել եք արտաքին ազդեցության վերաբերյալ, ինչ սպառնալիքներ եք նկատի, ինչ եք դրել դրա հիմնավորման հիմքում։ Ուզում ենք մի քանի սպառնալիքից մասին իմանալ։ Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ կամ չեք տեսնում, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում։ Չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել կամ ինչ են ասում։ Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ որ թուրք լրագրողա գրում, մի վայրկյան։ Օրեր անց օրինակ դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում է տարբերակելու օրինակ։ Հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից։ Կիսում եք իրենց։ Ես չեմ լսել, որ իրենք այդպեսի բան ասում։ Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, բայց Եվրամիության իրավապահները չեն կարող կանխել։ Պարզի որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Պարոն Ռուբինյան, վարչական դատարանը որոշել է, որ 20 թվականի ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին թույլ չտալ միտինգ։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հարցը քաղաքական առումով եք տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լինի։ Դատարանից հետևություններ չկան, որ սահմանափակվել։ Դե նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարանում բողոքարկվել։ Պարոն Ռուբինյան, 2 շաբաթ առաջ երկրաբարակվեցին Լեռնային Ղարաբաղի բանակցային հաստատությունները, այդտեղ բացակայում էր QST-ի հաստատությունը։ Ընդդիմությունից
արձագանքելով ասացին, որ հրապարակեք այդ փաստաթուղթը։ Դե չկա, թող իրանք հրապարակեն, պետք Այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց տիրապետության տակ նման փաստաթուղթ չկա։ Նախկին դեսպան պրոֆեսոր Յունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ դեպոզիտարիայում կա այդ փաստաթուղթը եւ ցանկության դեպքում դուք կարող եք հարցում անել եւ ստանալ։ Հետաքրքիր է, այս ընթացքում գործել Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում եւ ձեր նշած անձի որևէ հայտարարության ես երբևէ լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպեսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Այդուհանդերձ, պարոն Ռուբինյան, այդ փաստաթուղթը հայտնաբերելու ուղղությամբ կառավարությունը ջանքեր գործադրում է։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց տիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ ինչ կա հրապարակվել է, ինչ չկա չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Ձեր գործընկեր Արտակ Խաչատրյանը Facebook-յան էջում արտահայտված ոչ պաշտոնական առաջարկների կսերակոպիայից մի հատ։ Չէ, ինքը չի ասել դա ինչ է։ Ես երբ որ իրեն հարցրեցի, ասի դրա օրիգինալից արված կսերակոպիայի կտորներ, որ հրապարակել ասացի։ Դե չգիտեմ, թե ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, այդ ինչ փաստաթուղթ է, չգիտեմ, չեմ տեսել ես հրապարակած։ Եթե այլ չկա, շնորհակալություն։